Արգել ընկերներ, հայակվի ազգային քաղաքացիական միավորման կազմում գործում են մի քանի հանձնաժողովներ եւ հանձնաժողովներից մեկը դա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հանձնաժողովն է։ Հանձնաժողովի կողմից մենք կատարել ենք ուսումնասիրություններ եւ այս ուսումնասիրությունների ընթացքում ուշադրություն ենք դարձրել նաեւ սոցիալ-տնտեսական բնագավառին, հատկապես կենսաթոշակային համակարգին։ Կենսաթոշակային համակարգը մեր երկրում կարելի ասել խոշորագույն համակարգերից մեկն է, եւ մեջ ընդգրկում են մոտավորապես 500,000-ից ավել, 501-502,000 քաղաքացի կենսաթոշակառու, եւ այստեղ խնդիրները բավականին մեծ են, մենք տեղորոշել ենք, բացել ենք համակարգը, կարելի ասել, եւ այստեղ խնդիրներ կան, որոնց շուրջով մենք ձեզ այսօր կներկայացնենք թվական տվյալներ, եւ կարծում եմ առաջին հարցերից մեկը նա է, թե կենսաթոշակառուները որ մասն են զբաղեցնում մեր բնակչության, առաջին, երկրորդը տարածաշրջանային տվյալներ ձեզ կտրամադրենք, երրորդը կփորձենք պատմել, հասկացնել, պարզաբանել, թե թոշակների 5 անգամ բարձրացման միֆը իշխանական արդյոք հիմնավոր է թե չէ, խոսենք միջին ամսական թոշակների մասին, միջին ամսական աշխատավարձերի սպառողական գների ինդեքսի մասին, աղքատության մակարդակի մասին եւ թերի սնվածության, տարածվածության մասին, որքան եւ որ դա ցավալի է։ Այսպես Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների քանակը 2018 թվականին եղել է մոտավորապես բնակչության ընդհանուր թվի 15.6%-ը, հիմա դա կազմում է մոտավորապես բնակչության 16.27%-ը։ Սա նշանակում է, որ մեր ազգը շարունակում է ծերանալ, իհարկե կյանքի տևողությունը ավելացել է, բայց այստեղ մի խնդիր առաջացել, որ ամեն տարի փաստորեն տասնյակ հազարավոր մարդիկ դառնում են թոշակառու, կենսաթոշակային համակարգի հետ կապված պետության խնդիրները անընդհատ աճում եւ պետությունը պետք է երես չթեքի կենսաթոշակառուներից կենսաթոշակային համակարգում իրականացնի իրական ռեալ բարեփոխումներ եւ վերջ-վերջո բնակչության մոտավորապես 16% կազմող այդ խավի շերտի հարցերը պետք է կարգավորեն իրականացնեն համապարփակ թոշակային բարեփոխումներ։ Գիտեք, խնդիրը այնտեղ է, որ մեր երկրում կա տվյալներ, որոնք ամոթալի տվյալներ են։ Որն է դա։ Այսպես մենք բարձրացրել ենք նվազագույն կենսաթոշակի չափը եւ դա համատել ենք տարածաշրջանային երկրների հետ եւ Հայաստանում, եթե մենք ունենք 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակ, որը համարժեք $93 է, ապա Ադրբեջանում այդ թիվը 320 մանաթ է կամ $178, Վրաստանում դա մոտ 400 լարի է կամ $148, իսկ Թուրքիայում 16,681 լիրա է, որը կազմում է մոտավորապես $505։ Իհարկե, թվերը ցույց են տալի, որ մենք գտնում ենք ոչ թե ինչ-որ խայտառակ համեմատություններ մեկ, ցույց է տալի, որ Թուրքիայում եւ Հարևան Սուլթանատում 2 անգամ, 5 անգամ կենսաթոշակառուն ավելի շատ նվազագույն թոշակ է ստանում, իհարկե սա անհանդուրժելի մոտեցում է եւ այս պետական մոտեցման հետ կապված մենք խնդիրներ ունենք, որովհետեւ նայեք, այս թվերին տիրապետում են նաեւ իշխանությունները, այս վարչախումբը, բայց վարչախմբի մեջ որտեղել է մի մոտեցում, որ կարան մանկական ստերով պարզապես խուսափել հարցից եւ հարցը տանել այլ բնագավառ։ Օրինակ, իշխանական թեզը տարածում է հիմնական որոշ ջատագովներ եւ քարոզիչների ղեկավարում է վարչախմբի ղեկավարը եւ վարչախմբի ղեկավարը անընդհատ հայտարարում է բոլոր հնարավոր հարթակները, որ թոշակները մենք 5 անգամ բարձրացրել ենք։ Իհարկե դա սուտ է, որովհետեւ գործողությունը 5 անգամ կատարված գործողությունը չի նշանակում թոշակների չափը 5 անգամ բարձրացում։ Այսինքն դրա հետ կապված ինչ է նրանք իրենք արել։ Մենք մի քիչ արագի մեջ իհարկե փորձենք ներկայացնել կատարված աշխատանքները, ուրեմն 19 թվականի հուլիսից թոշակները բարձրացրել են 10%, դա մեկ քայլ, երկրորդ քայլը եղել արդեն 2022 թվականի, 2022 թվականի հուլիսին թոշակների հետ կապված ներդրեցին նոր համակարգ, հետվճարային համակարգը եւ այդ հետվճարի համակարգը մոտավորապես 5000 դրամ էր հնարավորություն տալիս, որպեսզի հետվճար իրականացվի։
Եվ երկրորդ հարցը նա էր, որ 2022 թվականին 99,000 շահառուների համար, կենսաթոշակային խմբի համար իրականացվեց 3,000 դրամի ընդհանուր ավելացում թոշակ։ Դրանից հետո մոտավորապես 2023 թվականի հունիսի 29-ին բարձրացվեց նվազագույն կենսաթոշակի չափը, դա 31,600 դրամից դարձավ 36,000 եւ արդեն 2024 թվականին հաստատվեց հետվեճարի նոր համակարգ, արդեն գումարը որպես առավելագույն սահմանվեց 6,000 դրամը եւ 12% հետվեճարի համակարգը սահմանվեց, բայց այստեղ գնացին ճիզվիտական մի դիրքորոշման, որ նրա մեջ հանեցի նախնական կար կոմունալ ծառայություններ հետվեճարից օգտվելու հնարավորություն, հիմա դա էլ հանեցի։ 2025 թվականի հունվարին ներդրեցին նոր որոշում, որ այս հետվեճարի համակարգը 12% է դառնում եւ դա գործել է 1 տարի ժամկետով։ Հիմա բնականաբար այս տվյալները, որ մենք ներկայացնում ենք, սա ցույց է տալիս, որ թոշակները չի բարձրացվել 5 անգամ։ Այս մարդիկ պարզապես ստում են։ Մարդիկ հարցից խոսակում են մանկական ստել հորինելու, տարածելու իմաստով։ Հավանաբար շատերը նույն այդ քարոզիչների իշխանական կարող են պնդել, որ դա չի վերաբերվում միջին ամսական թոշակներ, միջին ամսական թոշակների հետ կապված մենք ունենք էլ ուսումնասիրությունը երևում որ 2018 թվականներին միջին ամսական թոշակը եղել է 40,000 դրամի կարգի, ներկայում այն կազմում է 49,000։ Հաստատում ենք ունենք այս 7 տարիների ընթացքում ընդհանուր թոշակի միջին ամսական չափի մեծության փոփոխություն ավելացման կողմ 20%-ի չափով 5 անգամ բարձրացնելու խնդիր այստեղ չկա։ Կա մի լրացուցիչ խնդիր, որը մենք դրա վրա ցանկանում ենք ուշադրություն դրավել հանրության, որ Հայաստանի Հանրապետությունում գնաճի նույնիսկ այս պայմաններում համախառն ներքին արդյունքի եւ բյուջեի մեծությունները անընդհատ մեծանում են, ծավալները անընդհատ մեծանում են, դա հետ կապված Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական աշխատավարձերն են բարձրանում եւ միջին ամսական աշխատավարձերի աճը կազմել է 2018 թվականի 172,000 դրամից ներկայումս կազմում է այս տարվա արդեն հունիսի տվյալներում կազմում է մոտավորապես 256,000, աճը առավել քան 73-74% է, բայց 73-74% այս միջին ամսական աշխատավարձի աճի պարագայում մենք ունենք ընդհանուր թոշակների 20%-անոց աճ։ Սա նշանակում է, որ քաղաքացին, որը գտնվում է ընդհանուր աշխատունակության տարիքի մեջ, նա երբ որ տեղափոխվում է կենսաթոշակային տարիքի, առնվազն 3 անգամ նրա եկամուտները հնարավոր ձեռքբերման իմաստով նրանք պակասելու են։ Այս խնդիրները գիտեք ինչ լավ կյանքից չէ եւ մենք պետք է այստեղ բազմաթիվ խնդիրներ կա, որ պետք է բարձրացնել։ Խնդիրներից մեկը նա է, որ թոշակների հետ կապված մի անտեսանելի թշնամի կա, դա սպառողական գների ինդեքսն է։ Այս սպառողական գների ինդեքսը չեմ ուզում ձեզ ծանոթացնել տնտեսագիտական բարդ հաշվարկներով, բայց նա խժորում է թոշակառուների այդ հնարավորությունը եւ գնողունակության անկման հետ միասին թոշակառուն նույն գումարի չափով ձեռքը բերում ավելի քիչ ֆիզիկական ապրանքներ եւ ավելի քիչ ծառայություններ։ Բնականաբար դրա հետ կապված աղքատության մակարդակը երկրում շարունակում է մնալ ոչ թե գոհացուցիչ, մի խայտառակ իրավիճակ է, բայց խայտառակ իրավիճակը այս նորից թվերով ձեզ ներկայացնում, եթե 2018 թվականին նա կազմում էր 26,7%, հիմա կազմում է 23,7%, այսինքն պետական բյուջեի եւ հնայի մակարդակի աճի դեպքում, որ իհարկե նաեւ արտաքին գործոններում էր բարենպաստ պայմանավորված, մենք ունենք աղքատության գործակցի համեմատաբար կարելի ասել անփոփոխ ցուցանիշ 3%-անոց նվազում աղքատության մակարդակի դա բավարար չէ։ Մի խնդիր էլ կա, այս թվական տվյալների փոփոխ ներկայացնում ենք, մի խնդիր կա, դա թերսնվածության մակարդակն է։ Թերսնվածության մակարդակը մեր երկրում 13-14 թվականին կազմում էր 4.5%, արդեն 17 թվականին 9.5%, եւ այդ ցուցանիշը ավելի բարձր է, սա խայտառակ իրողություն է։ Հարգելի ընկերներ, ես ուզում եմ ասել հետեւյալը, որ սրանք թվեր են ընդհանրապես, բայց սրանք թվեր են անտարբերության մասին, սա ուրացման մասին թվեր են, եւ այն քաղաքական վարչախումբը, որ Հայաստանում ներկայումս աշխատում է, նա մեր 502,000 թոշակ եւ նպաստ ասող քաղաքացիներին պարզապես մոռացել է, ուրացում է եւ դա հետ կապված մենք հավանաբար այսօր կներկայացնենք մեր առաջարկները եւ կարծում եմ կհամոզվեք, որ
մեր աշխատանքի հիմնական նպատակը մեր կենսաթոշակառու համար լավ պայմաններ ստեղծելն է, առողջությունը, որպեսզի այդ մարդիկ ունենան, որպեսզի հնարավորություն ունենան եւ որպեսզի ծառայությունները լիարժեք երկրում, որոնքան նրանք օգտվեն դրանից ստորեն։ Շնորհակալություն, պարոն Կամիլյացյան, ես խոսքը փոխանցեմ պարոն Հակոբյանին, իդեպ պարոն Հակոբյանն արկինում հարցերը վերջ խոցում։ Մենք խոսքը փոխանցենք հիմա պարոն Հակոբյանին, որը իդեպ նախկինում եղել է սոցիալական ապահովության նախարարի տեղակալ եւ ներկայումս հանդիսանում է ինքը կենսաթոշակառու, այսինքն անմիջական ոնց որ փորձառություն ունի եւ այն կողմից խնդրեմ պարոն։ Շնորհակալություն։ Ուրեմն այսօրվա դրությամբ Գերնեք ջան, Հայաստանի Հանրապետությունում ուզում եմ թիվ ասել, որտեղ կարևոր է նվազագույն սոցիալական զամբյուղը կազմում է 77,000 դրամ։ Ինչպես նշեց իմ գործընկերը, նվազագույն կենսաթոշակը կազմում է 36,000 դրամ։ Դա պարզ երևում է, որ այդ նվազագույն կենսաթոշակով քաղաքացին մեր կենսաթոշակառուն չի կարող հասանելիություն ունենալ նվազագույն սպառողական զամբյուղին։ Առավել ևս նաև չի կարող հասանելիություն ունենալ բարենային զամբյուղին, որը սահմանված է 41,000 դրամ։ Այսինքն, այսօրվա վիճակով մեր կենսաթոշակառուները համարվում են հասարակության ամենախոցելի եւ ամենաաղքատ խավերից մեկը, որոնք իշխանությունների կողմից մատնվել են անուշադրության, աղքատության եւ գտնվում են նման վիճակում։ Այն դեպքում, երբ ժամանակին նրանք իրենց աշխատանքով, մեր տատիկ պապիկները իրենց գործունեությամբ անձնվիրաբար ծառայել են հայրենիքին։ Դա մեր կառավարության, մեր իշխանությունների ամոթն է։ Այդ պարզ կարող եմ ասել։ Նույնիսկ 90-ական թվականների սկզբներին յուրաքանչյուր տարի ինդեքսավորվում էր կենսաթոշակի մակարդակը եւ տարեստարի այն ավելանում էր։ Եթե վերցնենք գնողունակության մակարդակը, գնողունակությունը հաշվի առնենք, ապա այսօրվա կենսաթոշակառուն իր 36,000 դրամով չի կարող ձեռք բերել այնքան ապրանք եւ այնքան ծառայություն, որքան կարող էր ձեռք բերել 2017-18 թվականին։ Այսինքն 7 տարվա մեջ կենսաթոշակառուի ֆինանսական հարցերում ոչ մի փոփոխություն չի եղել, իսկ եթե եղել է, դա եղել է բացական ուղղությամբ։ Եթե մենք նկատի ունենանք կոմունալ կենսաղային ծախսերի վճարները, օրեցօր կարող եմ ասել, հիմա կմեկնաբանեմ դա, օրեցօր աճող գները ապրանքների, ապա մնում է միայն մեզ զարմանալ, թե ինչպես է կենսաթոշակառուն իր գոյությունը ապահովում։ Օրինակ վերցնեմ միայն դեղորայքը, որը պարզ է բոլորիդ համար, որ գրեթե բոլոր կենսաթոշակառուները օգտագործում են։ Երկու շաբաթը մեկ գները բարձրանում են։ Ես երկու շաբաթ առաջ երբ որ մի դեղամիջոց եմ գնում, ինքս իմ մաշկի վրա զգում եմ լինելով, ասենք ճնշման կամ շաքարի դեղ եմ գնում, անպայման անհնար է որ գները աճած չլինի։ Լավ, մենք տնտեսական մրցակցության հանձնարարով չունենք, այդ մասին ինչու չեն մտածում։ Ինչու Ռուսաստանում եւ Վրաստանում նույն այդ դեղորայքի գները 2-ից 3 անգամ ցածր են։ Ինքս եղել եմ եւ նույնիսկ ձեռք եմ բերել։ Կամ մեր այսօրվա վարչապետը ընդդիմադիր եղած ժամանակ ասում էր, բացականչում էր ամենուրեք, հայտարարում էր, որ Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Բայց իր կառավարման տարիներին, արդեն այս 7 տարիներին յուրաքանչյուր տարի այս իշխանությունների կողմից հնարած անհարգի տուրքերով, հարգերի բեռի տակ են մնում մեր քաղաքացիները, նույն այդ հաբարդ քաղաքացիները, ընդ որում ավելի շատ այդ բեռի տակ, այդ բեռը ազդում է կենսաթոշակառուների վրա։ Էլ չեմ խոսում տրանսպորտի գների աճի մասին, աղբահանության վճարների մասին, գույքահարգի մասին, 10 անգամ բարձրացել է։ Բոլոր այս ծանրությունը իր մաշկի վրա կրում է մեր թոշակառուն։ Մի բան էլ ուզում եմ անպայման ասեմ, որ մեր իշխանությունները ծրագրել են, որ 2026 թվականին այս մեր նշածս 500,000 թոշակառուները պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Այսինքն 36,000 դրամ ստացող կենսաթոշակառուն
պետք է 36 տուր դիմի, խփի, այն էլ չգիտեմ կստացվի թե չէ, որ այդ հայտարարագիրը ներկայացնի։ Նա պիտի մի քիչ տնտեսագետ լինի, մի քիչ պետք է հաշվապահ լինի, մի քիչ պիտի բանկային գործից հասկանա, հեռախոս ունենա կատարելագործող, համակարգչին տիրապետի։ Լավ, այս ամեն ինչը ինչի համար է։ Նորից այսպես աշխարհի կյանքը ինչի է բարդացվում, անհասկանալի է։ Ընդ որում թոշակառուների վերաբերյալ բոլոր տեղեկությունները պետական մարմիններում կան։ Ինչու է այս բանը չեմ հասկանում, այս քաղաքականությունը գործակերպը որտեղել իշխանությունը չեմ հասկանում։ Այսինքն փաստորեն ստացվում է, որ աղքատներից հեշտ է գումար վերցնելը, ուղղակի քանակը քիչ է, բայց քանի որ աղքատների թվաքանակը մեծ է, բավականին մեծ գումար է պետությունը հաջողությամբ կարող է օգնել աղքատներից։ Ասելիքս ավարտեմ եւ ասեմ, որ այս բոլորը ցույց են տալիս, որ մեր հայաքվեի նախաձեռնությունը կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու վերաբերյալ արդարացված են եւ մեր ծրագրային կետերից մեկը դա է, որ ամբողջությամբ պետք է պայքարենք այդ իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ես շարունակեմ այս կետից, տեսեք գործընկերներս ներկայացրեցին, որ իրականում մեր 500,000 համակարգացիներ հայտնվել են ծայրահեղ խոցելի սոցիալական իրավիճակում, ըստ էության պետությունը իրենց սոցիալական ապահովությունը իրականացնում է մնացորդային սկզբունքով եւ կենսաթոշակների աճը էապես զիջում է եւ աշխատավարձների աճին, եւ հնայի աճին, եւ բյուջեի աճին եւ այլն։